ինչպես թևերը կդեղավորվին մարդու մեջ։ Հարցումը կբարձրանա, երբ կգարտանք Ղուկաս 11:26-ին, ապա գերտայև կբերե իր մի ավելի չար այլ ոգիներ, որոնց հետ ներս մտնելով կփնագի հոն, որով այն մարդուն վերջը իր նախկին վիճակեն ավելի քեշ կլա։ Այս հարցումը, որ կբարձրանա, կապված է իրականության, որ ինչպես 7 թևեր կրնան մարդուն մեջ փնագիլ, ինչպես կփավեն, ապա ուրիշ տեղ ինչպես լեքիոնը, որ 3000 հոգինոց թիվ մնե, կրնա մարդուն մեջ գտնվիլ։ Ասիկա նաև իր գարքին մեզի կսորվեցնե, որ թևերը հոգևոր էակներ են եւ անոնք սահմանափակված չեն չափով, զանգվածով, ֆիզիկականով, անոնց ներկայությունը մարդուն մեջ ընդհանրապես իշխանություն վերցնելու, մարդուն գամքը կրավելու հետ կապված է, մարդուն վարմունքը կրավելու հետ կապված է եւ անոնք մեր ներսիտին ծավալով չէ որ գոյություն ունին, հապա իրենց հոգևոր էության եւ գործունեության համաձայն։ Եվ այս նյութը ես պիտի խոսիմ գիրագի իր ընդհանուր բաժիններով, պիտի ուզեմ որ մեզի հետ ներկա ալաս, որովհետև այս նյութը մեզի կսորվեցնե, թե մենք ոչ միայն հին կյանքեն պետք է ազատենք, ոչ միայն խավարեն պետք է ազատենք, բարբվենք, մաքրվենք, հապա պետք է Աստծո փնագելի անձնավորություններ ըլլանք մեր նկարակիրով, մեր անձը գերդելով, որովհետեւ մենք արիտ չդանք, ինչպես Բողոս Արաքյալ գսե, որ սատանան մեր մեջ գործե։